Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Երևանից իրավաբան, իրավագետ Արտաշես Խալաթյանը։ Բարձր պարոն Խալաթյան, Բարև ձեզ։ շնորհակալ ենք, որ միացաք մեզ եւ ընդունեցիք մեր հրավերը։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Խալաթյան, առաջարկում եմ սկսել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից։ Իրականում այդ իրավիճակը վաղուց է կար, բայց հիմա վերջին շրջանում հատկապես Փաշինյանի բարձրաձայնումներից հետո ավելի շատ է սկսել քննարկվել եկեղեցու շուրջ այդ բոլոր խնդիրները ավելի շատ են հիմա քննարկվում, որոնք որ ձեզ քաչ հայտնի են։ Փաշինյանը հիմա առաջարկում է նաև ճանապարհային քարտեզ եւ դրա հիմքում ընկած է ոմանց համար Կտրիչ Ներսիսյանի, ոմանց համար Գարեգին II-ի հրաժարականը ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնից եւ նաեւ առաջարկ կա ստեղծել եկեղեցու կանոնադրություն։ Որպես իրավաբան, իրավագետ, ուզում եմ ձեր գնահատականը լսել, թե ինչի մասին է խոսքը, ինչպես է հնարավոր, որ նախ Կտրիչ Ներսիսյանը հրաժարական տա ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնից եւ հետո կանոնակարգի մասին, կանոնադրության մասին նաեւ խոսենք, ինչու չունի եկեղեցին նման կանոնադրություն, ունենալով հատուկ կարգավիճակ Հայաստանի Հանրապետության մեջ։ Խնդրեմ։ Տեսեք, նախ հարկ է ընդգծել, որ այո, հայ առաքելական Սուրբ Եկեղեցին ունի սահմանադրական կարգավիճակ եւ պետությունը ճանաչում է հայ առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական բացառիկ դերը հայ ժողովրդի ուրեմն ազգապահպանության մշակույթի, ազգային մշակույթի պահպանման եւ զարգացման գործում եւ այդ առումով իհարկե սահմանադրորեն հստակ տարանջատված է հայ առաքելական Սուրբ Եկեղեցին մի կողմից եւ մնացյալ կրոնական կազմակերպությունները մյուս կողմից։ Այսինքն ցանկացած անձ կարող է դավանել որևէ կրոն, չդավանել ոչ մի կրոն, անդամակցել գործող կրոնական կազմակերպություններից ցանկացածին, բայց որպես սահմանադրական կարգավիճակ, այսինքն հանրային, կարելի ասել բարձրագույն նշանակություն ունեցող հոգևոր կառույց, իհարկե պետականորեն սահմանադրորեն ճանաչված է հայ առաքելական Սուրբ Եկեղեցին։ Եվ ընդ որում պետք է նշել, որ հայ առաքելական եկեղեցու գործունեությունը որոշակիորեն կանոնակարգված է խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին 1993 թվականին դեռևս ընդունված Հայաստանի Հանրապետության օրենքով եւ հայ առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, որտեղ որ հստակ սահմանված են այն ոլորտները, այն բնագավառները, որտեղ հայ առաքելական Սուրբ Եկեղեցին իր սահմանադրական կարգավիճակից ելնելով ունի ինքնավարություն կամ անկախություն։ Խոսքը հիմնականում վերաբերում է հոգևոր մշակութային եւ կրթական ոլորտներին, մասնավորապես հայ առաքելական Սուրբ Եկեղեցին է ըստ էության ղեկավարում կամ վերահսկում հայ առաքելական հայ եկեղեցու պատմություն դասագրքի մշակման գործընթացը, ընտրում է առաջադրում է լիազոր մարմնին դասախոսներ, այդ ուսուցիչներ տվյալ առարկայի դպրոցներում իրականացնում է հոգևոր ծառայություն կամ ապահովում է հոգևոր ծառայության իրականացումը զինված ուժերում, ուրեմն ծերանոցներում, մանկատներում, ազատազրկման վայրերում, ուրեմն հարկերից ազատված է, ինչ վերաբերում է ուրեմն պաշտամունքի առարկաների վաճառքին, ուրեմն հոգևոր գրականության վաճառքին, հա, Հիմնականում ազատված է հարկերից ամեն այո, առումով։ հարկերից իսպառ ազատված է, ավելին, նաև պետությունը համագործակցում է եկեղեցու հետ հոգևոր, ուրեմն մշակութային արժեքների պահպանման հարցում, ավելին օրենքով
հայ առաքելական եկեղեցու եւ հայաստանյան լրտեսության մասին իր հարաբերությունների միջև հարաբերությունների մասին օրենքով նաեւ հնարավորություն է սահմանված, որ เป զի հետագա իրավակարգավորումներով եկեղեցուն վերապահվի ուրեմն ամուսնության եւ ամուսնալուծության իրականացումը եւ որպես քաղաքացիական կացության ակտ, որպեսզի դա գրանցվի եւ Իրավաբանական ուժ ճանաչվի ունի դա։ պետության կողմից, այո, այսինքն որոշակի ԶԱԳՍ-ային գործառույթներ, բայց իհարկե հետագայում այդ իրավակարգավորումները չընդունվեցին, երևի թե քաղաքական որոշման խնդիր էր, ընդ որում այսօր եկեղեցու դերի մասին տարփողող ընդդիմադիր շրջանակների իշխանության ժամանակ ոչ մեկ նրանց չէր խանգարում ընդլայնել եւ իրենց կողմից ընդունված օրենքներ դա թույլ էր տալիս ընդլայնել եկեղեցու կարգավիճակը ամրապնդել եւ օրինակ պսակի արարողությունը բացի ծիսակարգային հոգեվոր նշանակությունից նաեւ ստանար հստակ Հիմա իրավական նման փաստաթուղթ չկա ընդունված։ չկա, բայց ուզում եմ ասել, որ սա էլ մի ոլորտ է, որ պետությունը, այսպես ասենք, կանխահայտ նման հնարավորություն նախատեսել էր, բայց հետագայում դա այդպես Չընդունվեց։ Ես գիտեի ներքին չիրագործվեց, հետագա կանոնադրության մասին էր իրավակարգավորումները խոսքը։ չիրականացվեցին, հա, եւ սա ինչ է նշանակում, հա, եւ որ ամենակարևորը այստեղ որ հստակ է, որ եկեղեցին իր ներկազմակերպական հարցերում անկախ է եւ ինքնուրույն, ինչպես նաեւ իրավունք ունի միջամտել պետության գործերին։ Սա ուրեմն որպես պոստուլատ։ Եվ այս ամենը ենթադրում էր, որ ի վերջո միջնադարյան դեռևս նաև գրափարով գրված կանոնագիրք հայոցը պետք է համապատասխան նաև ենթարկվեր առնվազն արևելահայերենի թարգմանվել արևելահայերեն եւ ենթարկվել որոշակի ավելի իրավական, այսպես կառուցիկության բերվեր եւ ավելի նաեւ իրավական մի սուալուն ստանալ։ Ի վերջո կանոնադրությունը դա ցանկացած կազմակերպության գործունեության հիմքն է եւ այսօր հայ առաքելական եկեղեցին ինչպես պատշաճում է ցանկացած իրավաբանական անձի, իսկ հայ առաքելական եկեղեցին հանրային իրավունքի իրավաբանական անձ է, հանրային գործունեություն է իրականացնում, նույնպես գրանցված է Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում, բայց կանոնադրությունը որպես այդպիսին կարելի է ասել, որ ունի իրավական առումով խնդիրներ, այսինքն մենք այստեղ ավելի շուտ տուրք ենք տվել եւ ես կարծում եմ առ այսօր դա նորմալ էր, որ սա սահմանադրական մի մարմին է ժամանակին պետությանը փոխարինած, որ այսպես ասենք օրենքի ուժով, իրավունքի ուժով անկախ անգամ իրավակարգավորներից ինքը գոյություն ուներ եւ պետք է պետությունը այն ճանաչեր անկախ ներկազմակերպական այն որոշակի բաց թողումներից, որ եղել է նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ եկեղեցին նաև ժառանգել է տոտալիտար սովետական միության լուծը, երբ եկեղեցին ավելի շատ իր գոյապահպանման մասին էր մտածում, քան այլ, ասենք, կազմակերպական հարցերի մասին էր հոգում։ Եվ նաև չմոռանանք, որ ռուսական, թուրքական եւ պարսկական տիրապետությունների ժամանակաշրջաններում նաև ժամանակի իշխողները որոշակի իրավական ակտերով կարգաբերում էին եկեղեցու գործունեությունը։ Դա օրինակ ռուսական կայսրության ժամանակ ցարի կողմից ընդունված Положение о армянской Григорианской церкви ակտներ, որտեղ որ հստակ ուրեմն կառավարման միավորներ էին ստեղծվել եւ սինոդային կառավարման էր բերվել եկեղեցին ավելի շատ նման որքան ես եմ պատկերացնում ուղափառ եկեղեցու կառավարմանը թուրքական տիրապետության ժամանակ կար թանզիմաթը, այսինքն սահմանադրությունը ընդունվեց,
որտեղ որ ազգային փոքրամասնությունների իրավունքներն էին կարգավորվում, այդ թվում հայ առաքելական եկեղեցին որոշակի կարգաբերման բերվեց, նույնը պարսկական տիրապետության ժամանակ։ Բայց անկախ պետության ժամանակահատվածները մեզանում համընկել են միջնադարի հետ, եւ միջնադարին պատշաճող իրավամտածողության շրջանակներում էր այդ ամեն ինչը արվել։ Բայց այսօր եւ ես կարծում եմ, որ սա որևէ մեկը չի էլ կարող հերքել, որ կան բազմաթիվ խութեր կամ բազմաթիվ չկարգավորված հարցեր, որոնք նաև որոշակի առումով այդ չկարգավորվածությունը բերում է ինչ որ առումով կամայականության, վարչական կամայականության, կոնկրետ եկեղեցու ղեկավարության կողմից։ Եվ այդ առումով, այո, կանոնադրության ընդունումը դա սպասված ոչ թե կանոնադրության ընդունումը, այլ կարելի է ասել միջնադարյան ժամանակաշրջանից եկող կանոնադրության, այսպես ասենք, մոդեռնիզացիան, հա, որովհետև միջնադարյան պատմական փաստաթղթերը բնականաբար չեն կարող համապատասխանել մերօրյա իրողություններին եւ սկսած, ինչպես ասեցի, լեզվական հարցերից, հա, եւ ել չասած, որ իհարկե աստվածաբանները շատ ավելի խորամուխ էս հարցերին կարող են ավելի պարզաբանել, բայց որքան ես գիտեմ, նաև կան մի քանի խմբագրություններ այդ կանոնադրության, այսինքն արկա է նաև իրավական կոնսոլիդացիայի, նաև կոդիֆիկացիայի խնդիր, այսինքն միևնույն հարցը կարող է տարբերվել կարգավորումներով տարբեր փաստաթղթերում, տարբեր հարցեր տարբեր փաստաթղթերով կարգավորվեն եւ ամբողջության մեջ ինչ որ այսպես կանոնադրության նման մի բան կա, հա, այդ կանոնագիր քայոց, գիտենք Հովանոցնեցի եւ այլն, այդ պատմական ժառանգությամբ եկել հասել է մեր օրեր, բայց իհարկե սահմանադրական մարմնին պատշաճում է ունենալ իրավամբ հոգևոր սահմանադրություն, եկեղեցական Պարզ է, սահմանադրություն պարոն ունենալ։ Խալաթյան, իսկ հնարավոր է արդյոք ինչ որ ձևով իրավական նման ձև կա, ես որքան հասկանում եմ, չկա իրականում, որպեսզի կտրիչ ներշտությանը հարաժարական տա, այսինքն հասնի իշխանությունը նրան, որ այդ անձը հեռանա ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնից։ Ինքը կարող է ուրեմն իր կամքով հանգստի կոչվել, բնականաբար դա ինստինկտյան հասկանալի է։ Կարող է դա անել նաև եպիսկոպոսատ ժողովը, որքան որ ես եմ պատկերացնում, որոշակի հիմքերի արկայության պարագայում։ Մեկը իհարկե դա նույն կուսակրոնության ուխտի խախտումն է, եթե այդպեսին կա, եւ այնտեղ բնականաբար հիմքեր կան ավելի դավանաբանական, ավելի հոգևոր ծառայության ուրեմն վերաբերող, որի հիմքով նրան պարզապես կարող են կարգալույծ անել։ Այսինքն, որքան որ ես տեղեկացված եմ, այս դեպքում կարգալույծ լինելն է այն ուրեմն ճանապարհը, որը որ կարող է տանել նրա ուրեմն եթե դա հարկադրաբար է տեղի ունենում, այսինքն որ թե հարկադրաբար, այսինքն ոչ իր կամքով, հա։ Այսինքն պաշտոնանկ անելու ճանապարհը դա է, ես անձամբ տեղեկացված չեմ, հնարավոր է օրինակ կաթողիկոսի պաշտոնանկությունը առանց նրա հոգևոր ծառայության դադարեցման։ Սա արդեն պետք է պատասխանեն հենց մեր հարգարժան եպիսկոպոսները, հա, ովքեր որ նաև այդ իշխանությունը հոգևոր իշխանության պոշտված են։ Բայց այո, կա հնարավորություններ բնականաբար կան եւ հիմքը դա հոգևոր սպասավորին սպասավորի արժև դրված այդ կանոնական արգելքների խախտումն է նախևառաջ ակնհայտ բանը նախադրյալը, որը ապացուցման պարագայում իհարկե պետք է բերի ցանկացած հոգևորականի կարգալույծ լինելուն բարձրագույն հոգևոր պաշտոն զբաղեցնողից մինչև ամենա այսպես համեստ հոգևոր սպասավորը։ Պարոն Խալաթյան, անցնենք քաղաքական հարցերի,
Վերջին օրերին բոլորս ականատես եղանք, թե ինչպես Հայաստանի եւ Եվրամիության միջև հաստատվեցին ռազմավարական հարաբերություններ, դրանից հետո Գերմանիայի հետ նմանատիպ հարաբերություններ հաստատվեցին, Ղազախստանի հետ եւ այս ամենը տեղի ունեցավ ընդամենը 1 ամսվա մեջ, շատ բան է փոխվել փաստացի 1 ամսվա մեջ, նախկինում տարիներով դժվար էր հաստատել որևիցե երկրի հետ ռազմավարական հարաբերություններ, հիմա 1 ամսվա մեջ Գերմանիայի, Եվրամիության, Ղազախստանի սկսել արդեն քննարկել կոնկրետ ա, Մեծ Բրիտանիայի հետ ռազմավարական հարաբերությունների հարցը, պարտավորություն կա, որ այդ հարաբերությունները կհասնեն ռազմավարական բնույթի, նման փաստաթուղթեր ունեցանք Մեծ Բրիտանիայի հետ այս տարի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ նմանատիպ փաստաթուղթ կրկին այս տարի եւ Չինաստանի հետ։ Ինչպես կգնահատեք ընդհանրապես այսպիսի արագությամբ մեծ տեմպերով այսպիսի լուրջ կարևոր փաստաթղթերի կնքումը եւ նաեւ շատ կուզենայի որ անդրադառնանք նաեւ Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքին, այսինքն ինչ է պահանջում Ադրբեջանը այդ փաստաթուղթը պետք է չեղարկվի, փոխվի, նման պրակտիկա ընդհանրապես գոյություն ունի, եթե նույնիսկ մենք հաշվի չառնենք այն, որ դա կոնկրետ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին եւ Եվրամիության ներքին գործերին։ Ա, Ես կարծում եմ, որ ռազմավարական հարաբերությունների հաստատումը առաջին հայացքից տարբեր աշխարհակաղակական բևեռներում անգամ գտնվող պետությունների հետ ցույց է տալիս, որ նոր ձևավորվող աշխարհակարգում Հարավային Կովկասը ունենալու է հանգուցային դեր եւ կոնկրետ Հայաստանի աշխարհագրական դիրքը ունենալու է մի աշխարհաքաղաքական նշանակություն, որով այստեղ կարող են կա պոտենցիալ, որ համադրվեն տարբեր կենտրոնների շահերը։ Այսինքն, եթե դու ուրեմն ռազմավարական գործընկերության հարաբերություններ ես հաստատում տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ եւ դա չի հարուցում դեմարշ մյուս կողմի ներկայացուցիչների կողմից, դա նշանակում է, որ կա որոշակի փոխըմբռնում, հասկացողություն, Ոցեր։ գուցե նաև սատարում Հայաստանի նոր դերի ընկալում։ Եվ այդ համատեքստում ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային, այսպես ասենք, Սինգապուր կամ Հարավային Կորեա, այսինքն մի պետություն, որը տեխնոլոգիական իր առաջանցիկ զարգացման շնորհիվ կկարողանա գեներացնել ամենատարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կամ ինչու՞ չէ տարածաշրջանային Իսրայել, որը կկարողանա իր առաջանցիկ տեխնոլոգիական զարգացման շնորհիվ գեներացնել տարբեր աշխարհաքաղաքական ուժերի կողմից ներդրումներ, կունենա որոշակի նշանակություն հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք տրանսպորտային հաղորդուղիների ուրեմն կոնկրետ այս տարածաշրջանում սպասարկման հարցում, անվտանգության ապահովման հարցում եւ բալասավորող նշանակություն ընդհանրապես Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա, Եվրամիություն այս մեծ այսպես ռեգիոնում, եթե կարելի է ասել, եւ ես կարծում եմ, որ այդ արագությունը, որի մասին դուք նշեցիք, հենց դրանով է պայմանավորված։ Այսինքն, տեսեք, իրականում մեզանում մեր քաղաքական միտքը ցավոք սրտի հաճախ շատ հատվածական է, այսինքն կան իրողությունները միայն այս բևեռի կողմից մեկնաբանողներ կամ այս բևեռի կողմից մեկնաբանողներ, բայց կան որոշակի այդ թվում մեզ համար, այսինքն եթե խորամուխ չես լինում իրողությունների մեջ սովորական մարդկանց համար, ոչ վերլուծաբանների ավելի ճիշտ, անտեսանելի թելեր, որոնք բոլոր դեպքերում հանգուցում են անգամ առերևույթ հակառակորդներին, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ավելի քան երբևէ երևի թե տնտեսական հարաբերությունների կարևորությունը դուրս է եկել առաջին պլան, այսինքն տնտեսությունն է որոշում ամեն ինչ, եւ իհարկե դրա լեյթմոտիվը տանում է Դոնալդ Թրամփը, որը տնտեսությունը այսօր բերել է ցանկացած քաղաքական որոշման ընդունման ուրեմն Ա, հիմքում է դնում։
Այսինքն առաջին հայացքից իհարկե ինձ որպես իրավաբան ցավալի է ինձ համար, որ ապարժեքայնացման ինչ որ վիճակում է գտնվում աշխարհը, այսինքն այն արժեբանական նարատիվները, որոնք կային այսօր համենայն դեպս լուսանցք են մղվում, բայց մյուս կողմից ունենք այն ինչ ունենք եւ այս համատեքստում գուցե եւ Հայաստանի այդ տնտեսական կարևորությունը գլոբալ աշխարհատնտեսական խաղացողների համար ուրույն կարևորություն է, այսպես ասենք, բավականին մեծացել է եւ այստեղ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը շարունակի իր բարեփոխումները, որոնք ընդ որում անկախ քաղաքական ռեժիմներից նույնպես շատ պահանջված են լինելու։ Տեսեք, նույնիսկ Չինաստանը, որը ավտորիտար պետություն է, հա, բավականին զարգացած է տնտեսական իրավունքի ոլորտում, արբիտրաժ, սեփականության պաշտպանություն եւ այլն եւ այլն։ Այսինքն տնտեսական բնույթի իրավահարաբերությունների հարցում կարծում եմ կա կոնսենսուս, որ Հայաստանը պետք է ապահովի ներդրողների իրավունքների պաշտպանություն, որը նշանակում է դատական իշխանության անշեղ զարգացում, արդարադատության բարեփոխումներ, հանրային ծառայությունների թվայնացում, ուրեմն տնտեսության դիվերսիֆիկացիա, այսինքն կա թերևս կոնսենսուս, որ Հայաստանում տեղի ունեցող համակարգային փոփոխությունները պահանջված են բոլոր կարևորագույն աշխարհաքաղաքական խաղացողների կողմից։ Եվ ես կարծում եմ, որ սա լավ նորություն է եւ Հայաստանի պես երկրին, հատկապես երկրի համար, հատկապես պատերազմներից նոր դուրս եկող ապակինվող երկրի համար կոնֆրոնտացիոն ռեժիմում գտնվելը թերևս այսօր չի բխում ազգային շահերից, հա, եւ շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք այդ փոխհմբռնումը գտնել եւ ամենակարևորը բալանսը չխախտվի աշխարհակաղակական դերակատարներից որևէ մեկի օգտին, ինչի դառը պտուղները մենք 20 տարի տեսել ենք։ Իսկ Ադրբեջանի արձագանքը Հա, արդյոք եղած է։ ինչ վերաբերում է Ադրբեջանին, տեսեք, իրականում ես պնդում եմ, որ Ադրբեջանը խորապես չի ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունների նորմալիզացիա։ Այսինքն Ադրբեջանը կամ թուրքական տարը Հայաստանի հայկական քաղաքական տարի աշխարհակաղակական նսեմացման հետևողական քաղաքականություն է տանում անկախ ամեն ինչից։ Եվ այսօր Հայաստանը կարողանում է այս արգրեսիայից պաշտպանվել միմիայն շնորհիվ այդ կոնսենսուսի, որը ձևավորվում է։ Եվ այստեղ իհարկե Արևմուտքը ունի առանցքային նշանակություն, հա, որ Հայաստանի պաշտպանունակությունը եւ նաեւ որոշակի քաղաքական անվտանգային հովանոցի ձևավորումը թույլ է տալիս Հայաստանին դիմակայել այդ վտանգներին եւ նաեւ Ադրբեջանը ստիպված ատամները կրճտացնելով գնում է դեպի խաղաղություն։ Այսինքն իհարկե խաղաղությունը պետք է ավելի շատ Հայաստանին եւ ոչ Ադրբեջանին, որովհետեւ պաշտպանական պոտենցիալով, ռազմական պոտենցիալով Հայաստանը այլ հավասար պայմանների դեպքում զիջում է Ադրբեջանին։ Ադրբեջանի այս բանը աժիոտաժը Ադրբեջանը, որ ձևավորվեց, առաջացավ Եվրամիության հետ փաստաթղթի որոշ դրույթների հետ կապված, նախ ցույց է տալիս Ադրբեջանի անհանգստությունը, որտեղ ակնհայտ է, որ այն ինչ որ գրված է այդ փաստաթղթում, դա կա իրականությունում, դա գիտի Հայաստանի ղեկավարությունը, դա գիտենք մենք բոլորս, բայց այսօր մենք վերցրել ենք, այսպես ասենք, ստրատեգիական պաուզա այս ամեն ինչում, եւ դա բոլորն են հասկանում, որ հարաբոփող աշխարհում ոտքի կանգնող Հայաստանը այնպես չէ, որ վաղը մյուսօր չի կարող խնդիրներ հարուցել Ադրբեջանի համար, հա։ Եվ այն փաստը, որ այդ ամենը ամրագրվել է այդպիսի մասշտաբի փաստաթղթում, հարուցել է Ադրբեջանի դժգոհությունը, բայց իհարկե հարուցելով, բայց Ադրբեջանը չունի այն քաղաքական քաշը, որ թելադրի տվյալ պարագայում հատկապես Եվրամիությանը, թե ինչպիսի բնույթի փաստաթղթեր պետք է այլ պետության հետ կնքել եւ Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզապես այն իներցիայի ուժով, որ կար մի քանի տարի, երբ Հայաստանը հարաբերականորեն ավելի անպաշտպան էր եւ այդ հոխորտանքը կարելի է ասել ցավոք սրտի բան էր անում, վերափոխվում էր կարծես խոսույթի միակ ձևի, որը իրենք պատկերացնում էին Հայաստանի հետ,
Կարծում եմ այդ հոխորտալից կեցվածքը աստիճանաբար իջիկ կլինի այնքանով որքանով Հայաստանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, բայց իհարկե այդ հայտարարությունները հատկապես մտահոգությունը Հայաստանի միլիտարիզացիայի հետ կապված խիստ վտանգավոր են եւ կարծում եմ հաստատում են իմ այն թեզը, որ Ադրբեջանը Հայաստանից նախ պոտենցիալ վտանգ է տեսնում եւ երկրորդը շարունակում է այսպես ճակերտավոր հաղթողի դիրքերից հանդես գալ, որովհետեւ մենք հիշում ենք, չէ, այդ միլիտարիզացիա եզրույթը Այդպիսի կետեր էլ երբ է կար կիրառվել։ Դա կիրառվել է հայտարարությամբ։ երկրորդ աշխարհամարտից հետո պարտված կողմերի պետությունների հանդեպ, դա լինի Ճապոնիան, դա լինի Արևմտյան ու Գերմանիան, այսինքն տվյալ պարագայում որը որ բաժանվեց երկու մասի եւ այդ պարագայում հատկապես խոսքը Արևմտյան Գերմանիայի մասին էր, այսօր այդ եզրույթը օգտագործում է Ռուսաստանը Ուկրաինայի հասցեին, հա, այսինքն սա ռազմաշունչ ռետորաբանություն է եւ եթե ինչ որ մեկը Ադրբեջանից կամ Հայաստանից խախտում է թրիփի ոգին, ինչպես որ իրենք են ասում, հա, այսինքն որ այդ ամենը խախտում են ոգին, խաղաղության եւ այլն, ապա դա Ադրբեջանն է, որովհետեւ իրականում ինչ է ասվում այդ փաստաթղթում, ասվում է Արցախահայերի վերադարձի իրավունքի մասին, իսկ ինչու որևէ մեկը կարող է հերքել այդ վերադարձի իրավունքը, ընդ որում խոսքը վերադարձի իրավունքի մասին է, անգամ որը ներառում է անհատական վերադարձ։ Հիմա վաղը որ մի 10 ընտանիք ճանապարհ ընկնեն դեպի Ադրբեջան, Արցախ, ավելի ճիշտ, ինչ պետք է Ադրբեջանը պետք է իրենց արգելի մուտք գործել Արցախ, այսինքն այստեղ հենց Ադրբեջանը ինքն է հակասում իրեն, այսինքն նման հայտարարություններ անելով նա մատնում է, որ դեռևս այդ քսենոֆոբիկ զեղումները չեն դադարել ադրբեջանական եւ հասարակության եւ քաղաքական իստեբլիշմենտի ներսում եւ սա խնդիր է եւ երբ Հաջիևը օրինակ հայտարարում է վերջերս տեղի ունեցած մտքերի Ֆորումի փոխանակության ժամանակ ժամանակ Արմեն փոխարեն Գրիգորյանի հետ Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ որ պետք է պատրաստենք մեր ժողովուրդների խաղաղության օրինակ Ադրբեջանի ԱԳՆ-ի նման հայտարարությունները ամենևին չեն խոսում այն մասին որ Ադրբեջանը պատրաստում է իր ժողովրդին խաղաղության նաև Ալիևի հայտարարություններին անդրադառնանք եւ պահանջներին, որպես իրավաբան եւ իրավագետ։ Ինչ հիմք ունեն այդ պահանջները եւ ընդհանրապես նման պահանջների քննարկում կարող է տեղի ունենալ։ Համանadrության փոփոխությունը նկատի ունեք Սահմանադրության փոփոխության հարցը մենք մի անգամ քննարկել ենք միասին։ Կարելի է նաև այդ հարցին անդրադառնալ մասամբ։ Չէ, ավելի ճիշտ որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան ինչ որ հա օրինված թվերով անվանափոխումներ է առաջարկում Հայաստանի տարածքներում եւ նույնիսկ Սևանն են փորձում անվանափոխել հիմնվելով ռուսական կայսրության որոշ քարտեզների վրա։ Ինչ հա պահանջ։ տեսեք դե Ադրբեջանի ղեկավարությունը ընդհանրապես Ադրբեջանի քաղաքական ռեժիմը ինքը թերևս ժամանակակից աշխարհում ամենադժնի ապագաղափարական կլեպտոկրատիկ ռեժիմներից մեկն է, որը չունի որևէ գաղափարախոսություն ընդհանրապես, նստած է ուղիղ նավթային ասեղի վրա եւ իր հիմնական ինչի համար միջազգային հանրությունը իհարկե վերապահումներով, բայց հանդուրժում ու ընդունում է այդ ռեժիմը վերջինիս նավթա-գազային պաշարներն են։ Եվ հիմա ցանկացած պետություն, ընդհանրապես պետության լեգիտիմություն խարսխված է որոշակի գաղափարական նարատիվի վրա։ Չի կարող չլինել որևէ գաղափարական հենք պետության հիմքում, պետության ներսում։ Եվ մենք գիտենք, որ Ալիևը որպես այդպիսի ճակերտավոր գաղափարական հենք ընտրել է արմենաֆոբիան եւ Ադրբեջանի ուրեմն հավակնությունները հայկական տարածքների վրա, հա, այսինքն Ալիևը իր արևին, այսպես մի քիչ ժողովրդական լեզվով ասած, փորձում է Ադրբեջանի այդ խառնիչաղանջ ցեղախմբերից ազգ կերտել եւ այդ ազգակերտման գործընթացում որպես դիդակտիկ նյութ փորձում է օգտագործել Հայաստանը եւ հայ ժողովրդին Եվ այստեղ նաև այլ խնդիր էլ կա, որ
հաշվի առնելով իր շատ դժնի բնույթը նաև երկրի ներսում, իր քաղաքական ռեժիմի, Ադրբեջանի ղեկավարությունը թերևս չի պատկերացնում իսկ ինչ անել, եթե հաստատվի խաղաղություն, ինչպես պետք է սեփական ժողովրդին վաճառել ռեժիմի հետագա գոյության անհրաժեշտությունը, եթե չկա արտաքին թշնամի։ Իսկ ցանկացած ավտորիտար եւ տոտալիտար պետության կենսունակության գրավականներից մեկը կամ թերևս հիմնական գրավականը դա արտաքին թշնամին է։ Ռուսաստանը մեզ օրինակ, Ադրբեջանը մեզ օրինակ, հա, Խորհրդային Միությունը եւ այլն։ Եվ Ալիևը ժամանակ առ ժամանակ այդ արտաքին վտանգի եւ հայատյացության այսպես մի հերթական դոզան է ներարկում իր հասարակությանը, մոռացության չտալով ուրեմն մոռացության թույլ չտալով որ մոռացության տրվի հայատյացությունը թերևս իհարկե մի քիչ ավելի նվազ չափերով, քանի որ դա է թելադրում ստեղծված իրավիճակը միջազգային հանրությունը, բայց ես սա տեղավորում եմ ներքին լսարանի եւ սեփական ռեժիմի պահպանության հանգույն արված հայտարարություն, որը իհարկե չպետք է մենք անտեսենք որպես ռազմավարական վտանգ, որտեղ անկասկած է, որ եթե չլինեն երաշխիքներ, այդ թվում արտաքին, Ադրբեջանը պատեv պահը օգտագործելու է, այսինքն դրանում կասկած ունենալ պետք չէ, բայց դա պետք է հասկանալ, որ Ալիևը դա նաև անում է եւ հատկապես անում է իր ռեժիմի պահպանության եւ հետագա հարատևման համար հիմքեր ստեղծելու համար։ Շատ շնորհակալ ենք, պարոն Խալաթյան, այսօրվա զրույցի Ես եմ շնորհակալ։ հաջողություն։ Հաջողություն։